Այսօր ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները կոնգրեսի հանրահավաքի իրազեկման թռուցիկների բաժանման ժամանակ Էրեբունի վարչական շրջանում ենթարկվել են հարձակման։ 20-ից ավելի քաղաքացիական հագուստով անձինք երիտասարդներից բռնի ուժով խլել են թռուցիկները։ Հիմնականում քաշքշում էին, որ թռուցիկներն էին քաշում վերցնեին, ու անդադ ասում էին, որ մենք գոռում ենք բարձր ձայնով, բան, անդադ մի գոռացեք, թռուցիկը տուր, նայեմ, ասում եմ, այդ խուրձը խես վերցնում, ամբողջը։ Մի հատ տամ նայի, տենց, բայց չէ, սաղ պետք է նայեմ, քաշում է, ու այդտեղ արդեն դեմից մի 20 հոգի մոտավորապես կլինեին, կանգնած էին այն կողմը։ Սկսեցին իրանք մեր կողմ գալ։ Իրանցից մեկը քաշեց թևիցս, որ պահի, մյուսը որ խլի։ Դուրս եկավ հիվանդանոցի ոստիկանը։ Վերևում կանգնած, նենց մի մետր բարձրության վրա կանգնած, նայում էր ինչա կատարվում, ու չէր ինչա մտնում։ Երիտասարդների խոսքերով նման խոչընդոտներ մինչ այդ էլ եղել են։ Նենց մի հատ բան են ասում, էլի, ամոթել է, ոստիկանը ճանապարհին մոտիկ անում է մեքենային, ասում է ձեր դրոշը պահեք։ Մի դրեք, ձեր դրոշը հանեք։ Ասում ենք, բայց ձեր դրոշը ո՞րն է, ծիծաղում է։ Եռագույնն է լինում մեր մեքենաները, երբ որ իրազեկում ենք։ Հիշեցնենք, որ վաղը փետրվարի 18-ին ժամը 17-ին Հայ ազգային կոնգրեսը Մատենադարանի առջև կանցկացնի հանրահավաք, որը կավարտվի երթով։ Նելի Լազարյան, Արամ Մնացականյան, IPV։